Թեհրանում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Գրիգորյանը նրան է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ջանքերը։ Իսկ Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը։ Առաջին անգամ Բելարուս է մեկնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Մայրաթոռի տեղեկացմամբ նա հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հրավերով է Մինսկում։ Գարեգին II-ը վաղը կոծի Բելարուսում առաջին հայկական եկեղեցին։ Պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ այս այցը շատ կարևոր է Բելարուսի համար։ Եվրատեսիլի կիսաեզրափակչի ժամանակ Հայաստանի մասնակից պարքի ելույթից հետո իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին, ինչը առաջացրել է հայ համայնքի վրդովմունքը։ Իսրայելցի հաղորդավարը մասնավորապես ասել է. «Մեջբերում եմ, չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին»։ Հայ համայնքի տարածած հայտարարության մեջ նշված է. «Իրենք ցնցված են հաղորդավարի խոսքերից եւ խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը»։ Հայ համայնքից ընդգծել են հայկական թաղամասը որևէ մեկին նվեր չի տրվել, այլ կառուցվել ու պահպանվել է հայ ժողովրդի կողմից Սուրբ Երկրում տարերի շարունակական ներկայության ընթացքում։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան 10-ին պատրաստվում է զանգահարել Վլադիմիր Պուտինին։ Զրույցի թեման ըստ Թրամփի արյունահեղությունը դադարեցնելն է լինելու, որը շաբաթական 5000 մարդու կյանք է խլում։ Այնուհետև Թրամփը խոսելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ կհաստատվի զինադադար եւ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի։ Թրամփի հայտարարությանը նախորդել էր Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցը։ Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները։ Ըստ ռուսական կողմի հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ռուսաստանի արտգործնախարարության փոխանցմամբ Ռուբիոն վերահաստատել է Վաշինգտոնի պատրաստակամությունը այսուհետ էլ նպաստելու ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Իր հերթին Լավրովը նշել է խաղաղության գործընթացներում Միացյալ Նահանգների դերը։ Միացյալ Նահանգների նախագահը Fox News-ին տված հարցազրույցում անկեղծացել է իրեն շատ է բարկացնում Զելենսկին։ Թրամփը Ուկրաինայի նախագահին առևտրական է անվանել նրան մեղադրելով միլիարդավոր դոլարների օգնությունը ոչ նպատակային օգտագործելու մեջ։ Հաջորդ շաբաթ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում 1000-ը 1000-ի դիմաց հայտարարել է Ուկրաինայի ռազմական հետախուզության գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը։ Նշենք, այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ստամբուլում մայիսի 16-ին կայացած ուղիղ բանակցությունների ժամանակ։ Ըստ լրատվամիջոցների առաջարկն արել է թուրքական կողմը, երբ թվացել է, որ քննարկումը փակուղի է մտնում։ Միացյալ Նահանգների Միսուրի եւ Կենտուկի նահանգներում փոթորիկների հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ կան տասնյակ վիրավորներ։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, չի բացառվում տուժածների թիվը ավելանա։ Արմլուրի տեղեկություններով օրերս դպրոցի դասերի ավարտից հետո 9 տարեկան աղջիկ երեխային է մոտեցել մի անծանոթ, առաջարկել տանել տուն, տալ խաղալիք, կոնֆետ։ Երեխան չի կանգնել, չի խոսել, հեռախոսով փորձել է զանգահարել ծնողներին, ապա փախել է։ Մայրը պատմել է, որ աղջիկը շատ է վախեցել դեպքի մասին, ահազանգել են իրավապահներին։ Ներքին գործերի նախարարությունից էլ լրատվամիջոցին հայտնել են, որ նշված տեղեկությունը ստուգման փուլում է։ Երեկ երեկոյան Լոռու մարզում սպանվել է Ծաղկաբեր գյուղի բնակիչ 29-ամյա Արսեն Կիրակոսյանը։ Ոստիկանները պարզել են, որ մի խումբ երիտասարդներ հանդիպել են Մեծ Պառնի գյուղից Կաթնաջուր գյուղ տանող ճանապարհին կենցաղային հարցերով պարզաբանումներ անելու նպատակով։ Պարզաբանումը վերածվել է ծեծկրտուքի, այդ ընթացքում մասնակիցներից 28-ամյա երիտասարդը, որը Մեծ Պառնի գյուղի բնակիչ է, քարով, ապա դանակով հարվածել է Արսեն Կիրակոսյանի մարմնի տարբեր մասերին։ Մեծ Պառնի 28-ամյա բնակիչը, ինչպես նաև միջադեպին մասնակցած մի խումբ անձինք ձերբակալվել են։ Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Հանրապետության առանձին շրջաններում մայիսի 18-ից 21-ը կեսօրից հետո կարճատև անձրև եւ ամպրոպ է սպասվում։ Երևանում տեղումներ սպասվում են մայիսի 21-ի երեկոյան։